Ուրեմն ժողովուրդ ջան, այսօր iKSBank կուրսի մասին ենք խոսում, նախ առաջինը բոլոր հարցերը, որոնք կվերաբերեն թե iKSBAN-ին, թե AI կրթությանը, թե AI-ին առհասարակ, թե այս պահին Հայաստանում AI-ի ուրեմն անհրաժեշտությանը, այս կարճ ասած, ցանկացած հարց, որը ձեզ կհետաքրքրի, անպայման խնդրում եմ տվեք այսօր։ Փորձենք բոլոր հարցերին պատասխանել։ Ես պրեզենտացիայի մասը կփորձեմ հնարավորինս արագ անցնել, որպեսզի հնարավորինս շատ ժամանակ թողնենք հարց-պատասխանի համար։ Ինձ թվում է այսօր նաև մեր AI կոնսուլտանտները ու դասընթացավարները, ովքեր որ լինելու են, Հասմիկը, Անահիտը, Արտակը, Նայիրին, իրանք եւս հավանաբար կմիանան, որ եթե հարցերի սեսիայում իրանց վերաբերող հարցեր լինի, իրանք կարողանան պատասխանել։ Բայց այնուամենայնիվ ցանկացած հարցի ես եւս կպատասխանեմ։ Ուրեմն գնանք առաջ, ամենաառաջինը, ինչի մասին ուզում եմ խոսալ, այդ ինչ ենք առհասարակ սկսել։ iKSBAN-ը ինչի համար է առհասարակ Ռայ Արմենյան սկսել։ Մենք համահայկական AI գրագիտության շարժման, ուրեմն միտումով ենք այս ամեն ինչը սկսում։ Միտքը հետեւյալն է, որ փորձը ցույց է տալի ու օր շաբաթ-շաբաթի վրա ոնց որ տեսնում ենք, թե ինչ գերարագ զարգացումներ է գնում, որ AI օգտագործելը ինքը 21-րդ դարի գրագիտության մինիմալ շեմին վերաբերող մի բան է։ Իհարկե շատ կարճ որ ասեմ, AI-ի մասին, երբ որ խոսում ենք, առնվազն 3 մեծ շերտ է պետք առանձնացնել։ Մեկը այդ հենց LLM-ներն են, large language model-ներ, ուրեմն ստեղծողները, հա, այն խոշոր կազմակերպությունները, ոնց որ OpenAI-ն է, ասենք նույն XAI-ն է, Anthropic-ն է, Google-ն է, հա, այս կազմակերպությունները իրանք հենց large language model ուրեմն ստեղծելու, աշխատացնելու վրա են կենտրոնացած, ու երկրորդ շերտը այդ AI գործիքներ ստեղծողների մասին է խոսքը, այսօրվա դրությամբ 33,000-ից ավել գործիք կա արդեն ստեղծած, որոնք օգտագործելով այդ LLM-ները ու ոչ միայն, բազմաթիվ տարբեր խնդիրներ են լուծում, այսինքն երկրորդ շերտը ուրեմն AI-ով զբաղվողների, AI-ի հետ առնչություն ունեցողների այդ գործիք ուրեմն ստեղծողներն են, ու երրորդ շերտը այդ գործիքները օգտագործողներն են։ Ըստ էության, երբ որ երրորդ շերտի մասին ենք խոսում, մենք խոսում ենք բոլորի մասին, ու մենք հաճախ շեշտում ենք, որ AI-ը որպես ինովացիա նույնքան մասշտաբային ու նույնքան ազդեցիկ է, ինչքան ժամանակին հոսանքն ա եղել, որ ինովացիա ա եղել, տենց անասելի ինչ-որ մի նորություն, բայց այսօր ամենտեղ ամեն ինչում օգտագործվում է, ըստ էության չկա մարդ, որը հոսանքի հետ առնչություն չունի, հետո համակարգիչներն են ստեղծվել, որ սկզբում ինչ-որ բացառիկ լաբորատորիաներ ու ինչ-որ նեղ կառավարական կազմակերպություններ էին օգտագործում, այսօր ամեն մեկից գրպանում մի հատ հեռախոս կա, որը համակարգիչ է իրանից ներկայացնում, այսինքն համակարգիչ կոչվածը եւս ինովացիա ա եղել, որն այսօր ամենտեղ է, հաջորդ օրինակ ինտերնետը, որ էլի այդ մասշտաբի, սկզբում ինչ-որ արփան ա եղել ինչ-որ շատ քիչ կառույցներ, որոնք որ իրար մեջ գիտահետազոտական ուրեմն նպատակներով օգտագործել են, այսօր բոլորս ունենք այդ հասանելիությունը, այն նույն տիպի ոչ պակաս, բազմաթիվ ուրեմն տեսանկյուններից շատ ավելի մեծ ինովացիա է AI-ը, որը լինելու է ամենտեղ, բոլոր ոլորտներում օգտագործելու ենք բոլորս, ըստ էության բոլոր մակարդակներում։ Հիմա ամբողջ հարցը նրանում է, այդ մենք այդ երրորդ շերտի մարդկանց մասին ենք խոսում, AI գործիք օգտագործողների մասին, այստեղ հարցը նրանում է, թե ինչքան շուտ մենք կսկսենք AI գործիքները կիրառել, օգտագործել, ինչքան շուտ մենք ուրեմն կհարստանանք, կհզորանանք, empower կլինենք, այսպես ասած, կզորացվենք այդ AI գործիքներով։ Ինչքան շուտ, այդքան բնականաբար ավելի շատ ժամանակ կունենանք լուրջ ու խոշոր խնդիրներ լուծելու համար, հատկապես երբ որ հայության մասին է խոսքը, բոլորդ գիտեք, թե ինչ անասելի մեծ ծավալի, ուրեմն մարտահրավերներ ունենք մեր առաջ, ու հետևաբար մեզանից յուրաքանչյուրը ինչքան անգամ ավելի հզոր ու ունակ պետք է լինի, որ կարողանանք այդ մարտահրավերներին դիմակայել։ Հիմա այստեղ շատ կարևոր մի հատ նյուանս եմ ուզում ֆիքսել, հետո սրա մասին երևի հարց-պատասխանի ժամանակ էլի կանդրադառնանք, որ AI-ը այդ գործիք է։ Շատ հաճախ մարդիկ, քանի որ անունը տենց է դրվել, արհեստական բանականություն, ու այդ բանականություն բառը ուրեմն մի անգամից ասոցացնում ենք առանձին էության կամ եսի կամ մի հատ ինչ-որ առանձին միավորի, ինքնուրույն որոշում կայացնող միավորի հետ ենք ասոցացնում, այդ մեզ ահագին շփոթությունների մեջ է գցում, անհանգստությունների նաև տեղ է տալի էլի հաճախ, այսինքն այդտեղ մենք սկսում ենք կարծել,
թե այդ մեզանից մեկն է ալնելու, որոշ դեպքերում սկսում ենք կարծել, թե մեզ հակառակ ինչ-որ մեկն է ալնելու, բայց չէ, գոնե հիմա ու չնայած այլանդակ մեծ տեմպերին զարգացման մոտ ապագայում ինքը անպայման մնալու է գործիք։ Ու մենք որպես գործիք ոնց կօգտագործենք AI-ը, դրանից ուղիղ կախված է, թե մենք աշխարհում ինչ դիրք կունենանք ու ինչ խնդիրներ կարողանանք լուծել։ Այստեղ կարևոր է նաև այդ ֆրազան ֆիքսել, որ ինքը, քանի որ տես գործիք է, ոնց որ ասում են AI-ը գալիս է մեզ փոխարինելու, այստեղ մենք առաջի սլայդում էլ, չէ, տենց մի բան ունեինք դրած, ֆրազ ասում է AI-ը քեզ չի փոխարինելու, քանի որ դու մասնակցելու ես iKSBank կուրսին, իրականում AI-ը առհասարակ չի փոխարինելու, այլ AI օգտագործող մարդիկ են փոխարինելու AI չօգտագործող մարդկանց։ Այս շատ կարևոր է, էլի, որ մենք ֆիքսենք, ու այս AI գրագիտությունը մեզ դարձնելու է հենց այդ մարդկանցից, որ մեզ չեն փոխարինելու, հա, ու հետևաբար ամեն մեկս որ ոլորտում ինչ գործ որ անում ենք, AI-ի օգնությամբ մենք այդ նույն գործը անելու ենք անգամներ ավելի արդյունավետ։ Այս շատ հստակ է, ուզում եմ, որ այս մասը մենք ֆիքսենք, սրա վերաբերյալ հարցեր, եթե ունենաք անհանգստություններ, կասկածներ, անպայման ասեք, որտեվ այս թերևս ամենակարևոր նյուանսներից է այս AI աշխարհ մտնելուց առաջ, հա, որ մենք հստակ իմանանք, որ մենք ենք այս ամեն ինչի որոշում կայացնողն ու որպես գործիք օգտագործողը լինելու։ Անցնելով առաջ, ուրեմն մենք հիմա սկսում ենք iKSBAN 222 կուրսը, նախ շատ կարճ ասեմ iKSBAN-ի պատմության մասին։ AI-ը ամեն օր մեզ զարմացնում է, ու ամեն օր առիթ ես ունենում ասելու այ քեզ բան, որ օհո, այս է կարար ելներ, կամ այս սենց էլ կարար ելներ, այդ այ քեզ բան վիճակը ամեն օր մեր հետ է, ու մենք ճիշտն ասած մի տենց Telegram ալիք ստեղծեցինք, որտեղ այս պայծրությամբ մոտ մի 600 հոգի AI էնտուզիաստներ կան, որոնք որ իրանց ամենօրյա գործունեության մեջ տարբեր ձևերով օգտագործում են, ու մենք որոշեցինք, որ պետքա փորձի փոխանակումը իրար հետ, իրար օգնելը, իրար հետ զարգանալը դարձնենք անընդհատ process, ու iKSBAN-ում իմիջիալոց ավտոմատիզացված նաև նորություններ ենք ստանում, այնտեղ հենց մեր AI կոնսուլտանտները, Արամը, Անահիտի հետ միասին օրինակ, Make.com-ով տենց կոդեր են գրել, փաստորեն իրանք վերցնում են աշխարհի ամեն օրվա այդ ամենաթոփ նորությունները ֆիլտրում են, դրանց մեջից կարևորներն առանձնացնում, թարգմանում հայերեն, հետո այդ հայերեն մի հատ fine tune են անում, մշակում են, այսպես ասած, ուրեմն հղկում, հետո արդեն իրան բերում են արդեն հայերեն լեզվով, համապատասխան լինքերով, Telegram-ի post-ի ֆորմատի ու post-անում այդ edge-ում։ Ու այդ ամեն ինչը ավտոմատացված։ Այսինքն մերոնք ինչ որ չգիտեմ, մի ժամ, երկու ժամ, ինչ որ ժամանակ ծախսել են, կարող է մի երկու օր այդ ավտոմատիզացիայի գործերը, հղկումները արել են ու վերջ, ու այդ Telegram ալիքը արդեն անընդհատ շաբաթվա կտրվածքով մի 2-3 անգամ բոլորիս մեր այս ամբողջ համայնքին բերում է ամենակարևոր նորությունները արդեն մշակված։ Իհարկե այդտեղ նաև թե կուրսերի մասին, թե տարբեր նոր հնարքների մասին պոստեր ենք դնում, բայց հետո մենք հասկացանք, որ շատ կարևոր է, որ մենք այս AI գրագիտության մասշտաբայնացումը շատ ավելի ինտենսիվ անենք, ոչ թե պարզապես ինչ որ AI էնտուզիաստների խմբեր իրար հետ շփվեն, այլ ամեն հայի հասնի այս գործիքները, որոշեցինք այս կուրսերը սկսել։ Առաջինը iKSBAN 222 կուրսն է, այս թվերը խորհրդանշել որն է, ոչ թվերի իմաստը կուրսի ծավալն է ալնելու, տվյալ դեպքում 2 շաբաթ, 2 օր շաբաթական ու 2 ժամ օրական, հնարավոր է մենք հետո ավելի խորացված ու մեծ կուրսեր ունենանք, օրինակ 422 կամ 822 կուրսեր կարան լինեն, որոնք որ արդեն ոչ թե ընդհանուր ուրեմն հիմնական գրագիտության մասին կլինեն, կարող այլ արդեն առանձին ուղղություններով մանրակրկիտ խորացումների վերաբերյալ լինեն։ Նու այս պահին մենք սկսում ենք առաջի iKSBAN 222 կուրսը։ Այս կուրսի ընթացքում ինչ ենք սովորելու, ուրեմն առաջին հերթին AI-ը օգտագործելով, то есть այս ամեն ինչ ինչ որ ասում ենք, անելու ենք AI-ով, սովորելու ենք պլանավորել, տեքստ գրել, նկար գեներացնել ու կայքեջ ստեղծել։ Հա, այսինքն նույն պլանավորելը օրինակ, այստեղ ասեմ մեր բաները, ովքեր են վարելու, մի հատ իրանց այնտեղ նկարներով ունեինք, բայց մի փոքր ավելի ներկայացնեմ, հետո ես այս 4 կետերից ամեն մեկի մասին ավելի մանրամասն ձեզ կասեմ, հետո մասնակցության պայմանների մասին կխոսանք ու հարց պատասխանին կանցնենք։ Ուրեմն առաջինը Արտակն է Գրիգորյան վարելու, ով որ մեր Chief Product Officer-ն է Ռեարմենիայի, արդեն 4-րդ տարին է ըստ էության, որ Արտակը Ռեարմենիայում է,
շատ մի 10 տարվա, եթե չեմ սխալվում, ասենք փորձ ունի project management-ի նախագծերի կառավարման ամենատարբեր ոլորտներում, այս արդեն 2 տարուց ավել է, որ շատ ինտենսիվ AI-ն է օգտագործում ու ասենք արտակը այն նախագծերի պլանավորման ու կառավարման process-ը, որ առաջ կարող է շաբաթներ, ամիսներ տևեր, ասենք օրերի ընթացքում անում։ Դուք ստեղ նու հեսա այս ամեն կուրսին, որ անցնեմ, երևի տեղ ավելի մանրամասն կասեմ, հա։ Մյուսը Անահիտն է, Անահիտը AI կոնսուլտանտ է Ռեարմենիայում, չնայած ինքը էլի 3-րդ տարին է, որ չէ 3 տարուց ավել արդեն, 3.5 տարի է, որ Ռեարմենիայում է, ինքը copywriter, այն որ ասում եմ, համ դիպլոմով, համ մտածողությամբ, համ իր փորձով, ասենք հենց տենց էլ մեզ միացել է մեր բովանդակության ստեղծումը, թարգմանությունը, ուրեմն խմբագրումը լրիվ Անահիտներ անում, բայց Անահիտը արդեն մի տարուց ավել շատ ինտենսիվ, իրականում ամենասկզբից է սկսել, այն 3.5-ից ես հիշում եմ, որ արդեն տենց բոլորը զարմացած օգտագործում էինք այդ տեղացները, բայց մի տարուց ավել շատ ինտենսիվ AI գործիքներով է իր ամբողջ գործն անում ու փաստորեն Անահիտի copywriting-ից մնացել է writing-ը, որտեղ այսօր ինքը prompt-եր է գրում ու դրանով լուծում է ոչ միայն copy-ի խնդիրներ, այլ ոչ եմ, չեք պատկերացնի, ասենք ինչ մասշտաբի, թե ավտոմատիզացիայի խնդիրներ, հոդվածներ, տարբեր մարքեթինգային պլաններ, կարճ ասած տեքստի հետ կապված որևէ բան են, որ AI-ին պետքա դիմես, որ ինքը քո համար տեքստ գեներացնի, այսինչ կամ ամեն ինչ խնդիր լուծող, դրանք գովազդային տեքստեր կլինեն, հոդվածներ կամ էսսեներ կլինեն, թե ինչ որ տարբեր նախագծերի պլանավորմանը վերաբերող նաև տեքստեր կարան լինեն, այս ամեն ինչը նույն ասենք landing page-ի մասին, որ խոսալու ենք, կամ կայքեջ սարքելու մասին, այդ էջի ամբողջ բովանդակությունը ըստ էության ես երևի չեմ չափազանցացնի, որ ասեմ, րոպեների ընթացքում է էլի գեներացվում այդ տեքստերը։ Այդպես Անահիտը իր այդ ամբողջ փորձով ձեր հետ կկիսվի։ Մյուսը Հասմիկն է, Հասմիկը վերջերս է մեր թիմին միացել, մենք իրանով շատ հպարտ ու երջանիկ ենք, Հասմիկը արվեստագետ է, ինքը թե կրթություն տալու, թե արվեստի տարբեր ուղղություններով ուրեմն գործելու, արժեք ստեղծելու մեծ փորձ ունի ու ինքն էլ փաստորեն 3 տարի արդեն, որ շատ ինտենսիվ խորացած է AI արտիստիզմի մեջ, այսպես ասած, AI-ով ամենատարբեր նկարներ, պատկերներ գեներացնելու մեջ, նաև Հասմիկը, մենք այս վերջերս իրանից ենք իմացել, որ նաև տես բան կա, ուրույն ոչ ունի ստեղծած, հենց Midjourney տասնյակ հազարավոր նկարներ գեներացնելու արդյունքում, ասենք, ինքը իր տարբեր նկարներ գեներացնելու ոճերն է նաև ստեղծել։ Ուրեմն Նայիրին Chief Technology Officer-ն է, այսինքն մեր ծրագրավորման բաժինն է ղեկավարում Ռեարմենիայի, մի 6 տարի է Նայիրին, որ ծրագրավորում անում, բայց այս արդեն 2-րդ տարին է, ըստ էության AI-ով է այդ ամբողջ ծրագրավորումն անում, ու ինքը դրա մասին ձեզ կպատմի, թե ինչքան է իր կյանքը փոխել, ոնց էր ինքը առաջ նստած կոդ գրում, իսկ հիմա պրոստը ես աշկոս տեսել եմ, էլի այդ ոնց է տեղի ունենում, պրոստ պատմում ասենք, օրինակ կուրսոր AI-ին ենթադրենք, թե ինքը ինչպիսի կայք է ուզում ստեղծի կամ ինչպիսի խնդիր է ուզում լուծի ու այդ իր պատմածի հիման վրա այնտեղ կոդը ինքն իրան արդեն գրվում է փաստորեն ու խնդիրները լուծում։ Այս մեր առաջի iKesban 222 կուրսի ուրեմն դասընթացավարներն են լինելու 4 կուրսից ամեն մեկը իրանցից մեկը կվարի, այնտեղ իհարկե թե ես, թե Անահիտը, թե Անին, ով որ մեր Ռեարմենիա ակադեմիայի համակարգողն է, ընթացքում ձեր հետ կլինենք, կապի մեջ կլինենք, դասերի ժամանակ ինչ որ մասերով կմասնակցենք, բայց այս մեր 4 դասընթացավարներն են, որոնցից որ լիքը բան եք այս ընթացքում սովորելու։ Ուրեմն գալով արդեն այդ 4 մոդուլներին, առաջի դասը հենց պլանավորումն է, որտեղ ChatGPT-ով ու Make.com-ով եք հիմնականում աշխատելու, ստեղ արտակը ըստ էության ձեզ ցույց է տալու, թե ամենասկզբից, երբ որ մի գաղափար ունես, այդ գաղափարը ոնց պլան դարձնես, այդ պլանը ոնց ուրեմն բաժանես ըստ փուլերի, հետո այդ փուլերը առաջադրանքների, հետո այդ առաջադրանքները ուղարկես քո թիմակիցներին, որոնցից յուրաքանչյուրը դրա հիման վրա պետք է գործանի, ոնց հետո իրանց հիշացնես, որ իրանք իրանց գործերը պետք է անեն, ու այդ արած գործերի ուրեմն արդյունքները երբ որ քեզ ուղարկեն, ոնց դրանք ստուգես, այսինքն այս ամբողջ process-ը աշխատանքի պլանավորման կազմակերպման, ոնց է AI-ով արվում։ Ու այս ամեն ինչը ավտոմատիզացված, այդտեղ շշմելու բաներ է էլի իրականում տեղի ունենում։ Օրինակ, եթե ձեզանից ոմանք օգտագործել են, օրինակ Trello-ն, ClickUp-ը, Monday-ն տարբեր գործիքներ կան, դուք պատկերացրեք, որ ընդամենը 1-2 prompt գրելով
ամբողջ պրոյեկտը բաժանվում է մասերի ու ավտոմատ ձևով click up-ում օրինակ նույն task-երը բացվում են համապատասխան մարդկանց վրա assign արվում։ Եթե արել եք պատկերացնում եք այդ ինչ ծավալի գործի մասին է, կամ օրինակ թիմակիցներ ունես, ասենք թե մի 7-8 հոգի, ասենք իրանք շո ռեզյումեներ ունեն ու դու ինչ որ այդ առաջադրանքները, որ դու արդեն պլանավորման ընթացքում AI-ով դուրս ես բերել, ուզում ես հասկանալ, թե իրանցից ով որը լավագույնս կանի։ Անկամ ասենք այդ տեսակ խնդիրները, որ դու ասում ես SS մարդիկ ունեմ, ու SS առաջադրանքները, մի հատ խորհուրդ դու ասենք, թե որ առաջադրանքը որ մարդուն տամ, անգամ այս տեսակ խնդիրները տենց շշմելու ձևով լուծում է։ Կարճ ասած, այդտեղ ChatGPT-ով այդ պլանավորման ամբողջ process-ն անելը ու հետո make com-ով այդ ամեն ինչի ավտոմատիզացիան կազմակերպելը, այս պլանավորման դասի ընթացքում ենք սովորելու։ Այստեղ իրականում ահագին խիտ է, տենց 2 ժամ է ամեն դասը տևելու, ընթացքում նաև հարց-պատասխանի 5-5 րոպեանոց կտորներ ենք ունենալու, դրա համար այս բովանդակությունը այդ 2 ժամվա համար ահագին խիտ է, բայց նախ առաջինը բոլոր մասնակիցները այս ձայնագրություններն են ստանալու, որ հետագայում կարիքի դեպքում կարողանաք ավելի հանգիստ նայել, չգիտեմ, ինչ որ մոնտաժ արած շոր տարբերակ կարող ալնի կամ ինչ, բայց դուք անպայման հասանելիություն կունենաք այդ ամբողջ բովանդակությանը, որը տեղում, այսպես ասած, ստացել եք։ Իհարկե տեղում ելնելը շատ կարևոր է, որտեղ ընթացքում նաև ինչ որ ձեզ հուզող հարցերն եք կարող բարձրացնեք։ Դրանից բացի նաև մենք AI կոնսուլտացիաների փուլեր ենք ունենալու, դրանից բացի նաև մենք այս iCast-բան համայնքն ենք իրար ձևավորում, հա, Telegram կանալում, հետո նաև խմբեր կունենանք Telegram-ում, այսինչի համար եմ ասում, որ այդ 2 ժամվա ընթացքում այն ամեն ինչը ինչ որ կսովորեք, դրան վերաբերող հարցերը տալու ու դրան վերաբերող քննարկումներ անելու հնարավորություն անպայման հետո ունենալու ենք։ Անցնելով առաջ, հաջորդը տեքստերն են ելնելու, որտեղ Անահիտը արդեն այդ իր ամբողջ փորձով գիտելիքով կսկսի մեր հետ կիսվել, ինչ եմ ասում կսկսի, որտեղ այդ 2 ժամը ընդհանրապես սկիզբն է ալնելու մեր ոնց որ բոլորի AI հարաբերությունների Gemini-ի հետ կաշխատեք, Gemini օրինակ ինքը Google-ինն է ու շատ հայտնի էր նրանով, որ ինքը ուրեմն դոստուպ ուներ այդ ամբողջ տեղեկատվության ինչ որ Google-ն ունի ու ինքը շատ հեշտ ամենատարբեր տեսակի բովանդակություն կարողանում էր գտնել, բերել, համադրել, բայց այս 2.5-ը վերջերս թողարկված մոդելը շշմելու որակի նաև տեքստեր է գրում, նաև թարգմանությունների մեջ է շատ լավ օգտագործվում, կարճ ասած, մեկը ելնելու է Gemini-ը, որով կսովորեք աշխատել, մյուսը Claude-ն է ելնելու։ Claude-ը իհարկե դե Anthropic-ի ուրեմն product-ն է, Anthropic-ը ամենախոշոր այդ LLM մոդել բանը, ոնց որ կազմակերպություններից մեկն է, LLM ստեղծած, որը նաև Claude-ը ունի իր տարբեր մոդելներով, այնտեղ Sonnet-ն է, Hayek-ն է, վերջը Opus-ն է ու Claude-ի Sonnet-ի 3-7 վերսիան է դուրս եկել, ամենամեծ բազանստեյության հայոց լեզվին վերաբերող հենց Claude-ն ունի ու հետևաբար լավագույն թարգմանությունները հայոց լեզվի հենց Claude-ով է կարելի անել, որը իսկ թե ոնց անես, որ այդ թարգմանությունը էլ ավելի լավ լինի, իհարկե ուղիղ կախված առնելու prompt-ից, այսինքն ինչ բառերով քո հրահանգը կկառուցես, դրանից ուղիղ կախված նույն գործիքից ավելի լավ կամ ավելի վատ արդյունք կարա ստանաս։ Հետևաբար, ստեղ դուք շատ կոնկրետ տեխնիկաներ կսովորեք prompt-ինգի ու նաև իմիջիալոց այն բոլոր prompt-երը, որոնք որ հրահանգները, որոնք որ մշակվում են այս ինչ կամ այն ինչ խնդիրը լուծելու համար, այդ prompt-երը եւս բոլոր մասնակիցներին հասանելի են ելնելու։ Բացի նրանից այն ինչ որ դասընթացի ժամանակ ձեզ ցույց կտրվի, նաև մենք մեր համայնքի համար prompt library, այսինքն գրադարաններ ենք էլի նաև հրահանգների ստեղծելու, եթե չեմ սխալվում, Անահիտը արդեն ինչ որ բաներ արած, որ կիսվում է ու այս ամեն ինչը եւս այս մեր ամբողջ համայնքի համար հասանելի կլինի։ Սա ինչի մասին է, որ որոշ խնդիրներ լուծելու համար դուք պետք չի լինի ինքնուրույն prompt-եր գրեք, արդեն պատրաստի prompt-եր կլինի, որտեղ պրոստը կավելացնեք ձեր գործին, ձեր պահանջներին սպეციფიկ բառերը, արտահայտությունները ու լավագույն արդյունք կստանաք։ Իհարկե դրա վրա հույս դնել ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում, ավելի լավ է դուք սովորեք, թե ոնց է prompt-ը կառուցվում, լոգիկայի հետ ծանոթանաք, prompt-ի տեխնիկաների հետ ծանոթանաք ու կարողանաք յուրաքանչյուր սիտուացիայում տվյալ խնդիրը լուծելու համար լավագույն prompt-ը ինքներդ գեներացնեք, էլի։ Բայց ուզում եմ տեղյակ կլինեք, որ մենք նաև այդ բազաներով ենք շատ ինտենսիվ իրար հետ կիսվելու։ Ու վերջինը դե notebook LM-ի հետ ձեզ կծանոթացնի,
որը ըստ էության տեքստերի հետ աշխատող, հենց արդեն իմինը տեքստերի վրա, հատկապես տեքստերի վրա, ուրեմն կենտրոնացած գործիք է, մեծ տեքստերը համառոտագրելու մասին է, փոքր տեքստերից ավելի բացված, ասենք հոդվածներ սարքելու վրա, ինչ որ annotation-ների կամ ինչ որ սինոպսիսներ սարքելու համար ալնելու, ինչ որ հոդվածների վերջը, այսինքն նաև notebook LM-ի հետ կծանոթանանք, ովքեր որ տեքստերի հետ շատ են աշխատում, այս ձեզ շատ հետաքրքիր ու օգտակար է լինելու։ Հաջորդը նկարների հետ աշխատանքն է, այստեղ ի մեծ ուրախություն մեզ Հասմիկն է մեր հետ միասին, ով որ նախ Midjourney-ի հետ ձեզ կծանոթացնի, Midjourney-ն թերևս ամենա, այսպես ասած, sophisticated գրաբարով ասած, բարի լավագույն իմաստով գործիքն է միջև հիմա, բայց նաև այս վերջերս 4 on առաջ օրինակ ChatGPT նկար գեներացնող հիմնական մոդելը DALL-ին էր, որը ինչ որ մակարդակի գործեր անում, բայց Midjourney-ից ահագին հեռու էր, բայց հիմա 4 on անեն շշմելու բաներ ասկսյան, էլի իհարկե իմաստ ունի, որ դուք համ լրիվ առանձին Midjourney-ի հետ ծանոթանաք, մի լրիվ ուրիշ աշխարհային, բայց համ էլ ChatGPT-ի հետ, որը 4O-ի արդեն նկար գեներացնելու հնարավորությունների հետ, որտեղ շշմելու բաները, ասենք օրինակ դուք ձեռքով գրիչով պարզապես այն երեխեն ոնց կնկարեր, այտենց մի հատ ռոբոտ եք խզբզում, մի հատ մարդ եք խզբզում, մի հատ տեքստ եք այնտեղ գրում, որ մեկը մեկին ասում է, ու տալիս ես, ասում եմ, մի հատ սրա խնդրում եմ, չգիտեմ, Pixar-ի ասենք ոճով գեներացրած մի հատ ինձ պատկեր տուր, անենց շշմելու որակ է տալիս, ասենք ոնց է ինքը այդ ամեն ինչը հասկանում, մշակում, համապատասխան ոճերով գեներացնում, շատ արագ ու հեշտ, ուրեմն պրոֆեսիոնալ, տենց նու պրոֆեսիոնալ պայմանական ասած սիրուն պատկերներ է էլի ստանում քո համար, վերջը շատ բարձր որակ է։ Հետևաբար Հասմիկի հետ առիթ կունենաք առնվազն այս երկու գործիքների հետ ծանոթանալ։ Այստեղ շատ կարևոր է ալնելու, որ դուք Հասմիկի դասի ժամանակ տվյալ դեպքում հատուկ ուշադրություն դարձնեք նրա վրա, որ նկարներ գեներացնելու, ուրիշ բառերով ասած, արվեստ ստեղծելու համար նախատեսված պրոմպտերը իրանք նաև իրանց տրամաբանությամբ են ահագին տարբեր լինելու, հա։ Այստեղ մի քիչ այդ նյուխի, չուծյոյի, այսինքն այդ քթածակի ու հոտառության պահ նաև կա, էլի, այսինքն ես ինքս օրինակ նկարներ գեներացնելու ահագին փորձ ունեմ, թե Midjourney-ով, թե DALL-ի-ով անում էի, ու շատ հետաքրքիր է, sense մի բան կարամ ձեզ ասեմ, միջև ինքս սկսեի այդ անել, երբ որ ինձ ասում էին AI-ով եմ արել, ասում եմ ինչ ես խոսում, AI-ով եմ արել, որ այն ասա AI-ն է արել, որտեղ դե այնա արհեստական ինտելեկտ է, հրահանգը տվեցիր, ինքը սարքեց, բայց երբ որ ես սկսեցի սարքել, հասկացա, որ չէ, այդ հենց AI-ով է արվում, ոչ թե AI-ն է արվում, որտեղ որ մի հատ process-ի վրա պատկերացնեք, թե ինչքան ժամանակ է ծախսվում, իհարկե այդ ժամանակը տասնյակ անգամներ ավելի քիչ է, քան առանց AI-ի դու կկարողանայիր այդ պատկերները գեներացնել, բայց մյուս կողմից շատ ավելի շատ է, քան դու ի սկզբանե AI-ի մասին մտածելով կարողա պատկերացնեիր, հա, որտեվ դու երբ որ կոնկրետ մի բան ես ուզում ստանալ, այս ինչ խնդիրը լուծելու համար, այս ինչ ոճով, այս կերպարն եմ ուզում ստանամ, հա, ինքը ահագին ժամանակ է տամ, դու մի prompt գրեցիր, մի բան բերեց, հետո այդ դուրս չեկավ, ասում ես մի քիչ էջ փոխի, մի քիչ այն գունային գաման եմ մի քիչ ուրիշ ուզում լինի, տրամադրությունն եմ ուրիշ ուզում լինի, այս դետալն եմ ուզում փոխեմ, հա, կամ այս ուրեմն տեքստուրան կամ ֆակտուրան ուզում եմ ասենք ավելի sense չեչոտ լինի, քան ասենք ըստեղ էր օրինակ, հա, այսինքն լիքը դետալներ կա, որ դու որպես ստեղծագործող սկսում ես պատկերացնել, հորինել ու ստեղ արդեն գալիս է այն պահը, որ արդեն գործիքդ ոչ թե վրցինն է, մատիտն է, որ ինչ պատկերացես պետք է գծես, այլ գործիքդ prompt-ն է, ինչ պատկերացնել ես, պետք է գրես, բայց ամեն նախորդ prompt-ից հետո ինքը ինչ պատասխան է քեզ տվել, ստեղ պետք է ալնում զգաս արդեն, էլի, որ ուրեմն երևի այ հաջորդ prompt-ս արժի այս բառով կամ այս շեշտադրումով անեմ, որպեսզի լավագույն արդյունքը ստանամ։ Ստեղ շատ կարևոր է հասկանալ, որ այս գործիքներով հնարավոր է ստանալ շատ բարձր որակներ, հա, ու այդ կարող եք անեք յուրաքանչյուրը։ Ստեղ մնում է ինչ ձևը իմանանք, այսինքն այդ prompt-ը ոնց ես գրում, ինչ լոգիկաներով, ինչ տեխնիկաներով պետք է աշխատես, որպեսզի կարողանաս նույն ուրեմն արդյունքները ստանալ։ Իհարկե չենք մոռանում, որ նկարների մասին որ խոսում ենք, ստեղ ստեղծագործական միտքը իր հերթին շատ կարևոր է, այսինքն ձեր երևակայությունը, ֆանտազիան, պատկերացումները, այն նկարը, որ ուզում եք գեներացնեք, իդեալական դեպքում մի հատ ինչ-որ արդեն դետալներով պատկեր ուղեղում ունեն մեկ։ Պարզա, որ էդ էլ ասեմ ձեզ էլի, որ միշտ այն չես ստանում, ինչ որ ուղիղ հենց ուղեղումը տա, բայց հնդածս գալիս ես մի հատ վիճակի, որ մի բան ես ստանում, որ քեզ շատ ավելի է դուր գալի, այն ինչ որ դու ավելի քան այն ինչ որ դու սկզբից էիր էլի պատկերացնում։ Վերջը
գլուխները ստեղ երկար չտանեմ, ես ինքս էլ կրթությամբ նկարիչ եմ, Գեղարվեստի ակադեմիան եմ ավարտել, դրա համար իմ գիրքը երևի ամենաշատն է նկարների հետ կապված, դրա համար կարող եմ մի քիչ ավելի երկար եմ խոսում, դրա համար կարճ կապեմ, ասեմ, որ շշմելու հնարավորություններ է բացում, ձեզանից յուրաքանչյուրը իր ստեղծագործի տաղանդները այս գործիքներով կարողանալու է ահագին բացահայտի։ Վերջի ուրեմն դասը Ժորժ ջան, կայքեջ ստեղծելն առնելու, այսինքն իրականում Lovable-ի, Claude-ի ու Cursor-ի հետ եք աշխատելու, Cursor-ը իրականում ավելի շատ բոնուսի ձևով առնելու, կայքեջ ստեղծելու համար Lovable ու Claude գործիքները ձեզ լրիվ հերիք են լնելու, Claude-ի համապատասխան մոդելները ու Lovable-ը, ինչա սա, ինչի մասին է սա։ Եկե հասել ենք մի կետի, որ ծրագիր գրելու համար ծրագրավորող մեր պատկերացրած իմաստով էլի ծրագրավորող գրել, ծրագրավորող լինել, էլ պետք չի։ Այս ինչա նշանակում, որ այլևս ծրագիր գրելը ոչ թե կոդ գրելով է կազմակերպվում, այլ այդ ծրագրի ֆունկցիոնալը պրոմպտով նկարագրելով է կազմակերպվում։ Ու այդ պրոմպտն էլ արդեն ոչ թե պետքա նստես ու տեքստ գրես։ Ես նորից եմ ասում, նայերի գործանելը մեկ-մեկ որ տեսնում եմ, այդ շշմում եմ, էլի, ասենք, պրոստը նստած կոմպյուտերի հետ խոսում եմ։ Ասում օրինակ ուզում եմ, որ այսենց այս էջը կառուցվի, այս ինչ ոճի, այս հերթականությամբ, վերևը թող այս սեկցիան լինի, հետո այս սեկցիան, վերջում այս սեկցիան, այս վերջի սեկցիայում էլ ուզում եմ, որ թիմակիցները ներկայացրած լինեն 4 հոգի մարդ ալնելու, ամեն մեկի մասին 20 տող կամ 20 բառ ենթադրենք նկարագիր է գրած լինելու, ու օքեյ, կնոպկ են սխմած, մեկ ես նայում ես կոդ են, որ մեր ծրագրավորողները, ես չգիտեմ ովքեր որ ծանոթ են այդպես, ես 25 տարուց ավել է, միջև պատերազմ 25 տարի բիզնեսով եմ զբաղված, 2004 թվականից տեխնոլոգիական բիզնեսներով, ասենք Իդրամն եմ հիմնադրել ընկերներից հետ, The Crowdfunding Formula-ն TCF-ն ենք հիմնադրել, ստարտափ էկոսիստեմայում բազմաթիվ նախաձեռնություններ ունեմ, այսինքն տեխնոլոգիական ոլորտում տասնյակ տարիներ եմ էլի կարելի ասել, ու բազմաթիվ տեխնոլոգիական թիմեր ենք ունեցել ու այդ լիքը մեծ խմբերով նստած ու գրում էին, կոդ են գրում են։ Իհարկե ամենասկզբում ինչ էր, C# բանով որ գրում են այդ մի պատմություն էր, հիմա չնայած հետո իհարկե ինչքան ավելի այդ ամեն ինչը հեշտացավ, արդեն ինչ-որ ֆրազեր էիր գրում, գալերիաներ կար, բան կար, այսինքն library-ներ կար, տարբեր, որոնցից լիքը բաներ վերցնում օգտագործում էիր, հա, բայց հիմա եկել ենք մի կետի ենք հասել, որ ձեռով կոդ գրելու իմաստը համարյա կորել է, մինիմիզացվել է, այսպես պայմանական ասենք էլի հələ որ ու փաստորեն նայերին այդպես նկարագիրը տալիս է, մեկ էլ տեսնում ես այն տղեկը որ տես նստած գրում էին կամ աղջիկները մեր մոտ ոնց գիտեք 50%-ից ավել IT ոլորտում աղջիկներ են, դրանով մենք ահագին առաջ ենք աշխարհից, այն որ նստած sense գրում էին, մեկ էլ այդ ամեն ինչը աշկի տառեջ վայրկյանների ընթացքում ինքն իրան է տեղի ունենում։ Ու հետո էլ երբ որ այդ սա գրեց բրծավ, ցույց է տալի քեզ ինչա ստացել, նայում է, ասում է, չէ, այս տեքստը ուզում եմ վերևը լինի, նկարը ներքևը լինի, հա, հենց տենց։ Ասում է, please խոսքի swap the place of this image խոսքի image number 1 with this text, ասում է, where it says ենթադրենք Նայիրի Հասպանյան is CTO խոսքի։ Մեկ էլ տենում ես տպ էլի մի երկու տող գրվեց, այդ նկարն ու տեքստը իրար տեղերով փոխվեցին։ Ոչ մի գլուխները երկար չտանեմ, միտքը այնա, որ ծրագրավորման մասին պատկերացումները, ծրագրավորման process-ը սկզբունքորեն փոխվել է AI-ի հետ։ Ու մենք ստեղ այս 2 ժամվա ընթացքում 0-ից արդեն նախորդ դասերի ընթացքում ստեղծված տեքստով, ստեղծված նկարներով մի հատ landing page ենք ստանալու, կայքեջ, որը համ 0-ից մշակվելու, ստեղծվելու է, համ անհրաժեշտ ուրեմն հղկումներն ու փոփոխությունները արվելու է, համ դրան արդեն դոմեյն է կցվելու ու ինքը միանգամից on-line է գնալու։ Ու այդ աշկներից առաջ քայլ առ քայլ տեսնելու ենք ոնց է տեղի ունենում։ Մեր վեբինարի ժամանակ սրա մասին էլի խոսացել ենք, բայց այնտեղ հենց խոսացել ենք սրա մասին, այսինքն sense ցույց ենք տվել, sense շատ արագ, որ մարդիկ աշկով տենան ոնց է այդ տեղի ունենում, բայց հիմա արդեն այնտեղ ամբողջ վեբինարներ 2 ժամ, այստեղ մենակ այս landing page սարքելը կտևի 2 ժամ, որտեղ քայլ առ քայլ բոլոր դետալներով կանցնենք։ Ու սրանից հետո ես ըստ էության համոզված եմ, հերիքա դուք այս դասերին մասնակցեք ու ոնց որ ցանկացած ձեր մոտ առաջացած հարցով դիմեք, որպեսզի մութ բան չմնա էլի ձեր մեջ, ես համոզված եմ ձեզանից յուրաքանչյուրը ցանկացած հարց կարողանալու է արդեն լուծել։ Ամեն մեկը իր landing page-ն է կարողանալու սարքել։ Որոշ մարդիկ, եթե ցանկություն ունեն, կարան Upwork-ով այս եղած գիտելիքը ունենալով արդեն սկսեն պրոստը փող աշխատել։
Այսինքն ինչքան հեշտանում է կայք սարքելը, landing page սարքելը, այդքան էժանանում է ինքը, այդքան պահանջարկն է ամբողջ աշխարհով մեծանում, այդքան նույն Upwork-ում շատանում են landing page սարքողները, հա։ Ու հիմա այսինքն ցանկացած մեկը կարա իր հիմնական գործը այդ սարքի կամ իր հիմնական աշխատանքից բացի նստի, ասենք, տենց Չինաստաններից, Հնդկաստաններից ու չգիտեմ, ասենք Բրազիլիաներից ու Ավստրալիաներից պատվերներ վերցնի, ասենք, անի։ Վերջը շատ հետաքրքիր նայություն է բացում։ Լավ, անցնենք առաջ, Ժորժ ջան, փորձեմ արագ հասնեմ հարցերին։ Կես ժամ խոսեցի արդեն։ Այս կուրսի գինը մեր լինելու է 40,000 դրամ, 4-ը դաս ենք ունենալու, 2 ժամանոց, արժեքը 40,000 դրամ։ Ստեղ բայց քանի որ մենք այդ համահայկական AI գրագիտության մասին ենք խոսում, մենք մտածում էինք ոնց է պետք անել, որ իսկապես տարածվի, իսկապես ամեն հայի հետ հասնի, այնտեղ համ մի կողմից պետքա որ գինը ավելի էժանը լինի, այսինքն այս 40,000-ը որպես էժան գին էինք մենք հաշվարկում, հաշվի առնելով թե ինչ ծավալի գիտելիք է, քանի հոգի է այս ամեն ինչի վրա աշխատում, բայց մենք ասենք չէ, սպասի մի հատ ձևապետ գտնել, որ էլ ավելի էժանը լինի ու նաև մյուս կողմից է կարողանանք հնարավորինս շատ մարդ ներգրավենք, մենք այս մեր ռեֆերալ ծրագիրը գործարկեցինք, սա ինչ է նշանակում, ձեզանից յուրաքանչյուրը, ով որ կգրանցվի կուրսին, ինքը իրա ուրեմն պրոմո կոդը կունենա, այդ կոդն էլ դուք եք հորինում, iKES ինչ որ բան, չգիտեմ, iKES Մերուժան ենթադրենք, iKES նվեր իմ ընկերներին կամ iKES ասենք զեղչ, ով ինչ ուզեք, ինչ բառ ուզեք, այդտեղ կդնեք, էլի, այնքան որ այդ բառը ազատ լինի, օրինակ iKES նպատակ, ես իմ համար տենց սարքել էի ու ընկերներից ոնց որ այդ պրոմո կոդն էի տալիս, այսինքն ամեն մեկը ունենա պրոմո կոդ, երբ որ դուք այդ պրոմո կոդը տալիս եք ձեր ընկերոջը, ինքը միանգամից 10% զեղչով է կարում գրանցվի, բայց բացի դրանից ամեն մեկը, ով որ ձեր պրոմո կոդով գրանցվում է, ձեզ է 10% զեղչ բերում։ Հիմա եթե դիցուք 3 հոգու ասենք տվեցիք, դուք արդեն 15% զեղչով եք ունենում։ 5 հոգու տվեցիք, 50 զեղչով եք ունենում, 50% զեղչով, ընդհուպ ասենք, եթե դուք 10 հոգու կարողացաք ուրեմն այս հասցրեցիք, էլի, որտեղ հիմա օրերն էլ է քիչ մնացել, ընդամենը 3 օր է գրանցմանը մնում, բայց եթե դուք 10 հոգու հրավիրեցիք, դուք լրիվ անվճար եք ստանում կուրսը։ Այսինքն մենք ստեղ մի գնդակով երկու նապաստակ ենք, էլի խփում։ Համ հնարավորություն է ստեղծվում մեզանից յուրաքանչյուրը լրիվ անվճար անգամ, հա, ոնց այս կուրսին մասնակցի, համ դրա շնորհիվ մենք շատ ավելի շատ մարդկանց ենք հրավիրում այս բոլոր ուրեմն գործիքներն ու գիտելիքները տիրապետելու։ Սրա մասին ես հատուկ ուզում եի էլի ձեր հետ կիսվել, այս շատ կարևոր նյուանս է արդեն մեր տեսիլի ու առաքելության տեսանկյունից, որտեղ իսկապես մենք ուզում ենք, որ ամեն հայ 21-րդ դարում ապրող իր մինիմում գրագիտության մասը համարի AI գործիքներին տիրապետելը։ Այն որ մենք պետք է հայոց լեզու իմանանք, հայոց պատմություն իմանանք, անգլերեն պետք է իմանանք այսօրվա աշխարհում այդ մինիմում գրագիտության ինչ որ էլեմենտներ են, այդ AI գործիքներին տիրապետելը այդ մինիմում գրագիտության շեմի մեջ պետք է լինի։ Ոնց որ մեր նպատակն է դա։ Դրա համար մենք այս ռեֆերալ ծրագրով փորձելու ենք ինչքան հնարավոր է շատ մարդու հասնենք, էլի։ Մենք իհարկե այս iKES-բան 222 կուրսը մեծ հավանականությամբ տենց պարբերաբար կդարձնենք, չգիտենք դեռ հաջորդը երբ կլինի, ոնց կլինի, ոնց որ համ մեր շատ որ պատկերացնեք շատ մեծ ծավալի աշխատանք է ուզում ես, մոտ 10-12 հոգանոց թիմ, համ կոնսուլտանտներն են, համ կազմակերպիչներն են, համ այս այնտեղ ոչ Ռեարմենիա ակադեմիայի թիմը կարելի ասել, պլյուս Ռեարմենիայի թիմից մարդիկ տենց ինտենսիվ ներգրաված են, մի քիչ ոնց որ այս կուրսերը պատրաստելը, որպեսզի որակով էս ամեն ինչ լինի, ահագին ռեսուրս է տանում, բայց մյուս կողմից իր միսիան է, շատ շնորհակալ գործ է այն իմաստով, որ ազգովի տասնյակ անգամներ էֆեկտիվություն ենք էլի բարձրացնելու, դրա համար մենք անպայման ոնց որ ասում եմ ամեն ինչ կներդնենք, որպեսզի իրան պարբերաբար սարքենք, դեռ չգիտենք հաջորդը երբ կլինի, բայց հենց որ པարզ եղավ նորից կհրապարակենք ու այս ռեֆերալ ծրագիրն էլ ինձ թվում է մենք անընդհատ կօգտագործենք, որպեսզի նորից համ ցանկացած մեկը հնարավորություն ունենա սրան մասնակցելու, այսինքն ընդհուպ անվճար մասնակցելու, համ ինչքան հնարավոր է շատ մարդ ներգրավի։ Այս մասով այսքանը ու վերջ, ժողովուրդ ջան, ես ինչքան տարա ձեզանից 36 րոպե։ Ու հաճույքով լսում եմ ձեր հարցերը, համեցեք։ Շատ լսվում է։ Այո, այո։
Շատ շնորհակալություն Գևորգ ջան ներկայացնելու համար։ Մենք այստեղ ընթացքում չաթումը միևնույնն է հարցեր ունեցանք, որոնց մի մասին պատասխան եղավ։ Մի հատ եթե թույլ տաք, ես վերջին հարցին արձագանքեմ ու արդեն ըստ ձեռքերի կգնանք։ Այստեղ հարց եղավ, որ եթե գրանցվում եմ ու վճարում 40,000 դրամ, որից հետո հրավիրում եմ ընկերների, այդ դեպքում գումարը հետ է վերադարձվում։ Իրականում դուք միայն կանխավճարն եք սկզբում վճարում 5,000 դրամ ու վերջում ընդհանուր ձեր արժեքը դասընթացի այդ գրանցումների ավարտելուց հետո ենք հասկանում։ Նայում ենք քանի ընկեր է ձեր հրավերով եկել, հասկանում ենք ձեր կուրսի արժեքը ինչքան է, նոր վճարում եք մնացած մասը, որ հետ վերադարձի հարց չառաջանա, Ու վճարեք այդ միայն այնքան։ ներողություն ու այդ ձեր վճարած կանխավճարն էլ մարդիկ կան անգամ 5,000-ից ավել են վճարել հիմա էլ մարդկա արդեն մի անգամից 40,000-ն է վճարել, մարդկա 5,000-ն է, անի ասացին անդրադառնալով, որ հա, այդ 5,000 դրամն էլ դուք հետ եք ստանում, եթե 10 հոգու հրավիրել եք լրիվ անվճարա դարել, միջև այդ պահին ինչ գումար ունեիք վճարած, լրիվ հետ եք ստանում։ Կներես Անջան ընդհատելու համար։ Չէ, շնորհակալություն, լրացրեցիր իրականում ու Արմանն էր մի հարց գրել չաթում, որին երևի դու պիտի անդրադառնաս, որովհետև քո խոսքին էր վերաբերվում, որ օրինակներ փոխարինելու մասով։ Արման ջան, եթե ավելի մանրամասնելու ցանկություն ունեք, կարող եք ձայնը բացել, մանրամասնել, այստեղ գրել եք, որ օրինակ, ինչ օրինակ կբերեք, հա, ոնց որ։ Ես կուզես միջև մի երկու օրինակ ասեմ ու եթե Արման ինչ-որ հավելյալ բան կուզենա, թող անպայման ասի, դե տեսեք, այսինքն բազմաթիվ գործեր կա, ստեղ պետքա հասկանալ, տեսեք, ոնց որ գործարաններում կանգնած ինչ-որ բան տաշող մարդկանցից սկսած, հաշվետարներով, որոնք որ նստած ձեռքով ինչ-որ թվեր են գումարում, ասենք շարունակած, վերջացրած, ասենք թարգմանիչներով, որոնք որ օրինակ մեծ տեքստերը դնում են հերթով աբզաց թարգմանելով իջնում են, հետո է տալիս են սրբագրիչները գրում են, այս տեսակի բազմաթիվ գործեր ըստ էության էլ պետք չի լինելու անել։ Միտեղ ասենք ռոբոտներն են AI-ով կառավարվող, միտեղ հենց այս գործիքներն են, որոնց մասին մենք խոսում ենք, հա, այս գործիքները փոխարինելու են, բայց ես այստեղ ուզում եմ ձեզ համար հատուկ շեշտել, էլի, որ շատ է դրա մասին խոսում, որ մեզ AI-ը փոխարինում է։ Ես ուզում եմ, որ դուք հստակ իմանաք, որ AI-ը փոխարինում է գործերին, ոչ թե մարդկանց, այսինչ կամ ինչ գործը կամ այնինչ գործի մի մասը այլևս կարողանալու է AI անի կամ ավելի հստակ, որ իրար հետ շփվենք, հստակ միտքը ձևակերպենք, ինչ որ գործեր դուք կարողանալու եք այլևս AI-ով անել։ То есть ձեր գործերի մի ահագին մաս, օրինակ հիմա Արտակը պետքա նստեր ու ամեն մի թիմակցի համար գրեր առաջադրանք ելնելով այն մեծ պլանից, որն ինքը նախորդիվ մի քանի շաբաթ աշխատելով կազմել էր։ Հիմա այդ գործը էլ չի անելու ինքը։ Դա փոխարինվելու է արդեն AI-ով, AI-ը այդ ամբողջ պլանի մեջից վազելու է, գտնելու է, ասենք, այն հատվածները, որոնք վերաբերում են այսինչ առաջադրանքին, որն է պետքա assign արվի, գրանցվի այսինչ թիմակցի վրա, ու ինքը այդ եղածը բերելու է ClickUp-ի մեջ առանձին մի հատ քարտ սարքի, ու այդ կոճակն է, որ պետք է Արտակը մտներ սխմել, որ այս թող նայրին անի, այդ կոճակն էլ սխմելու է, պայմանական ասած, հա։ Այսինքն, այսպիսի փոխարինման բազմաթիվ անթիվ անհամար կարելի ասել, օրինակներ կարելի է բերել, նորից այս ամեն ինչի մեջ ես ուզում եմ մենք գոնե այս iKS-բան համայնքով ֆիքսենք, որ AI-ը փոխարինելու է գործերը, ոչ թե մարդկանց, էլի։ Չգիտեմ, պատասխանեցի, եթե լավ, եթե չէ, համեցեք, ասեք, ինչ կուզեք ավելացնենք։ Եթե արձագանք չկա, հաջորդ հարցը Կարեն Ազատյան։ Կարեն ջան։ Բարև ձեզ, ուրեմն հարցը մի հարցը ֆորմատի հետ կապված, լինելու է լեկցիա, թե լինելու է ավելի պրակտիկ, այսինքն անելու է դասատուն, հա, մենք հետևից կրկնենք։ Ու երկրորդ հարցը, այդ AI գործիքները, որով աշխատելու ենք, արդյոք վճարովի տարբերակներից պետք է վերցնենք, օգտվենք, թե ինքը անվճարների բանը վրա հիմնված է դասընթացը։ Շատ շնորհակալություն Կարեն ջան, հարցի համար վերջից գամ, այնտեղ համ վճարովի, համ անվճար գործիքներից ենք օգտվելու, նույն Midjourney-ն օրինակ,
գոնե ամիսը $10 ուզում է, որպեսզի հնարավորություն տա գեներացնես, իհարկե ավելի թանկ փաթեթներ, ավելի շատ թոքեններով ունի, բայց միևնույն ժամանակ lovable-ը օրական օրինակ 5 prompt գրելու հնարավորություն է տալի ու մի հատ landing page սարքելը ընդամենը մի 3-4 prompt-ով կարողանում ես անել, այսինքն համ անվճար, համ վճարովի գործիքներ ա կիրառվելու, դրանց մասին իդեպ նախորոք գրանցվածներին տրվելու է ինֆորմացիա, որովհետև ամեն դասի ընթացքում միանգամից սահուն անցնելով առաջի մասին էլի հարցի, դասը ըստ էության լեկցիոն ֆորմատի ալնելու, բայց միևնույն ժամանակ այդ 2 ժամվա ընթացքում 25 րոպեն մեկ, 5-5 րոպեանոց ուրեմն հարցերի պատասխանելու մաս ենք ունենալու, pigeonhole-ով ալնելու, այսինքն դուք այդ ամբողջ 25 րոպեի ընթացքում ձեր մոտ առաջացած հարցերը ուղիղ գրում եք, այդ հարցերից ամենապոպուլյարները այնտեղ նաև քվեարկելու հնարավորություն կա էլի այդ հարցերի համար, կարող ես դու ոչ թե քո հարցը գրել, այլ քվեարկել հարցի համար, որոնք ամենաշատ ձենն են հավաքել, ասենք թե դիցուք մի 10 հարց, այդ 5 րոպեվա ընթացքում խոսնակը պատասխանում է, անցնում է հաջորդ 25 րոպեին։ 2 ժամվա ընթացքում 4 այտենց սեսիա ելնելու 25 րոպե լեկցիա, 5 րոպե պատասխաններ, արանքում մի հատ էլ 10 րոպե ընդմիջում է լինելու, համ արդեն դասընթացավարի, համ ժողովրդի համար էլի, որ մի հատ թեթև շեղվեն, նորից հետ գան դասի, բանը զուգահեռ անելու մասով նախորոք ասելու ենք, որ SS գործիքներն ենք օգտագործելու, եթե դրանցից որոշները վճարովի են, ասելու ենք, թե մինիմում որ փաթեթներն արժի ունենաք, որպեսզի այդ դասի ընթացքում դրան զուգահեռ կարողանաք ինքնուրույն փորձել, բայց այստեղ կարևորագույն հարց կա, այսօր իմիջիալոց դրա մասին ահագին երկար քննարկում ունեինք, մենք մտածում ենք, քանի որ այս ամեն ինչը մասնակիցներին ձայնագրված տրվելու է, ավելի լավ է մասնակիցները դասի ընթացքում նշումներ անելով ուշադիր այդ ամբողջ process-ով անցնեն, հետո այդ զապիսը վերցնեն ու իրանց խնդիրը լուծելու համար արդեն այդ նույն ծրագրերը բացեն, քայլ առ քայլ անելով իջնեն։ Ու նորից, այնտեղ երբ որ հարցեր կլինեն համ մեր AI կոնսուլտացիայի ժամեր ենք ունենալու, այդտեղ մենք այդտեղ էլ ինքը քանի որ կոնսուլտանտներից ահագին ժամանակ էներգիա է տանում, ուզում ենք դա եւս վճարով անենք, իհարկե ինչ որ էժան գներ կլինի երևի, կարող չգիտեմ 5000 դրամ, 7000 դրամ կես ժամը, մի ժամը, սենց քննարկումներ ենք անում, այսինքն դասընթացի մասնակիցները միշտ ցանկացած կոնսուլտանտի կկարողանան բուք անել ու կես ժամ, մի ժամ իրար հետ աշխատել, արդեն իրանց հենց եղած պրոյեկտների վրա, բացի դրանից մենք մեր համայնքում անընդհատ իրար հետ հարցեր տալու, շփվելու հնարավորություն կունենանք, այսինքն համ ձայնագրությունը կլինի, երբ ուզեք դրան անդրադառնաք, համ կոնսուլտանտների հետ ժամ վերցնելու, բուք անելու ու շփվելու հնարավորություն կլինի, համ համայնքում իրար հետ շփվելու հնարավորություն կունենանք ու այս ինչի համար եմ ասում, որ ամեն մեկն արդեն իր գործը անելու ընթացքում ծագած հարցերով կկարողանա այս տարբերակներով դիմել պատասխանները ստանալ։ Բայց կարճ պատասխանը այո, լեկցիա ելնելու 5-5 րոպեանոց հարց պատասխաններով ձայնագրությունը հետո ձեզ տրամադրել պայմանով։ Արփիից հարց ունենք Խալացյան։ Արփի ջան։ Բարև ձեզ, Գևորգ ջան, դուք ինչ որ չափով պատասխանեցիք այն հարցին, որ ուզում եմ տամ, բայց ամեն դեպքում ասեմ էլի, ինչ եմ ուզում։ Եթե մենք օրինակ պատրաստ ենք մեր անձնական ու աշխատանքային կարիքների համար վճարովի ինչ որ AI գործիք վսյոտիկի վերցնել, 1, 2 կամ 3, ես կուզենայի, որ ինչ որ review-ի նման բան լիներ ընթացքում, որի ընթացքում խորհուրդ կտայիք, թե ինչ կարիքների համար ինչ գործիքներ լավ կլինի առնել, եթե որոշել ենք փող տալ էլի դրան։ Շատ լավ, անպայման նորից անպայման այդ կանենք, Արփի ջան, այդ խորհուրդները անպայման կտանք, բայց նաև ուզում եմ այդ մոմենտը հաշվի առնենք, որտեղ տեսեք, էլի, այս ոլորտը երևի լավ գիտեք, որ ժամերի կտրվածքով է էլի զարգանում, նոր գործիքներ, նոր վճարման ինչ-որ փաթեթներ, նոր մոդելներ, այդ մոդելների նոր գներ, սենց անընդհատ շուտ process-ները, փոփոխությունները, իդեպ անպայման կառաջարկեմ iKesban Telegram ալիքին միանաք, եթե միացած չեք, որտեղ այնտեղ ըստ էության բոլոր կարևոր նորությունները տեղադրվելու են, դե մի մասն ավտոմատիզացված, մի մասը մեր կոնսուլտանտները կդնեն, բայց այո, համ այդ խորհուրդները ձեզ կտանք, համ
այդ նորությունների մասով անընդհատ համայնքում լինելով թարմացումները կստանաք, up to date կլինեք, բայց համել կուզեմ սկզբունքի մասին երկու բառ ասել, որ դուք պետք է նայեք, թե որ գործիքը ինչքան ժամանակ է ձեր համար խնայում, ըստ դրա որոշեք, որին ինչքան գումար արժի տալ։ Այդ շատ ուղիղ կախված առնելու ձեր հենց մասնավոր դեպքից։ Կոնկրետ օրինակ իմ դեպքն ասեմ, ես ամիս օրինակ մի հատ case-ով էլի ամիսը $10 տալիս եմ Midjourney-ին ու մի անգամ մի հատ նկար եմ ամսվա ընթացքում գեներացնում, այդ այնքան ժամանակ է ինձ խնայում, որ այդ 10 պատիկը արդեն խնայած եմ ելնում, էլի։ Բայց միևնույն ժամանակ, օրինակ, չգիտեմ, Digitech-ից առաջ Re-Armenia-ի համար ստիկերների գեներացիաներ էի անում, ու ինչ կարճ ժամկետում մեծ քանակի գործ պիտի անեի, թոքենները չէր հերիքում, $30 բանը փաթեթը վերցրեցի։ Գործը արեցի, վերջացրեցի, հաջորդ ամիս էլի շուռեկա $10 փաթեթի վրա։ Մի կողմից կարելի է դաժե դրան գիտեք ոնց նայել, ես մեկ-մեկ տենց եմ նայում, ինձ ավելի հեշտ է լինում, ոնց որ ինչ որ մեկին վարձ ես։ Ասենք ոնց որ ես մի հատ իլյուստրատորի պայմանական պատվիր եմ, ասեմ ես քեզ $30 տալիս եմ մի ամիս իմ համար աշխատի։ Ու ես իրան հրահանգներ եմ տալու։ Ասում եմ սենց արա, ինքը անում բերումա չի, ասում եմ ես մի քիչ փոխի, այն մի քիչ փոխի, ինքը գնում աշխատում բերումա։ Ու այդ դեպքում առհասարակ այդ գումարները, որ վճարում ես, դու հասկանում ես, թե ինչ փոքր թվեր են համեմատած այն արժեքների, որ տալիս է։ Այսինքն ձեր հարցին ամփոփ էլի այդ մասով պատասխանելով ասեմ, որ ձեր սպეციფიկ դեպքերից կախված է։ Չնայած հա, ոնց արդեն ասացի, էլի համ այդ խորհուրդները կտանք, դրա հետ կապված երևի արժի մի հատ փոքր տենց ձեռնարկի պես մի բան սարքել, կամ երևի այդ մի հատ կմտածենք ամենաարդյունավետը ոնց կլինի։ Կարող է մի հատ ինչ որ docs ունենանք կամ ինչ որ մի հատ landing page թեկուզ, որը որ այդ ուրեմն գործիքների գների ու իրանց կիրառությունների մասին կխոսա, որ ցանկացած պահի կարողանաք մտնել ու տեսնել, թե ինչ անելու համար ինչ գործիք կա ու ինքը ինչ արժի ու այնտեղ ինչ որ ռեյտինգներ էլ կարանք։ Այդ արդեն համայնքով կարելի է դաժե այդ ռեյտինգները տալ, ոնց որ օգտագործել ենք այս ինչ բանը այս գնով, շատ լավ է, դուրներս եկել է 5 են գնահատում, այն մեկը դուրներս չի եկել 1, ու տենց մենք մեր համայնքով անընդհատ տեղյակ կլինենք, թե որ գործիքի որ գինն է արդարացված որ հարցը լուծելու համար։ Այդ շատ լավ միտք է, շատ շնորհակալ կլինենք հաստատ բոլորս, եթե տենց անենք ու հետնել ժամանակ առ ժամանակ թարմացնենք այդ։ Այդ բոլորս իրար հետ, այդ շատ կարևոր է, Արփի ջան, շատ կարևոր է, որ բոլորս իրար հետ, այսինքն մենք մի հատ համայնք դառնանք, որ անընդհատ այս ամեն ինչն օգտագործում ենք ու մեր ամեն նոր գիտելիքով ու փորձով մնացածի հետ կիսվում ենք։ Ես իրար հետ ուժեղանալու մասին է, էլի այս ամեն ինչը։ Հասմիկը հարց ունի, Հասմիկ ջան։ Ես ուզում եմ լրացնել Գևորգի ասվածին, որ շատ կարևոր է, թե դու ինչ խնդիր ես լուծում։ Եթե դու դիզայներ ես, քեզ բնականաբար ուրիշ փաթեթ է պետք եւ կարծում եմ այդ հարցերին մենք կպատասխանենք դասընթացների ժամանակ։ Տեսեք, օրինակ Midjourney դեպքում ես օգտագործում եմ $30 փաթեթը, որը մի հատ շատ լավ բան ունի իր մեջ, դու կարող ես այնտեղ տեղ կա սեթինգների մեջ, որ դնես relax հանգստի ռեժիմում եւ ինչքան ուզում ես օրվա մեջ օգտագործի։ Այդ նշանակում է, որ այդ գնային հարաբերակցություն եւ այն ինչ որ գործիքը քեզ տալիս է, նույնիսկ անհամեմատելի, այսինքն անսահման հնարավորություն ունես, ինչքան ուզում ես, երբ ուզում ես, մի քիչ ուղակի դանդաղ է ինքը գեներացնում։ Ու այս ոնց որ գործիքների հետ աշխատելու հմտությունները ձևավորվում է աշխատանքի ընթացքում։ Երբ որ դուք ընդհանուր էությունը կհասկանաք, AI-ի ընդհանրապես ինքը ինչ է, այդ հարցերը արդեն դուք ինքնուրույն կարողանում եք լուծել։ Սրա համար է էլի կարևոր այս դասընթացը, որովհետև ինքը ձեզ տալիս է ինչ անել AI-ի հետ։ Այդ որ դուք սովորում եք, էլ արդեն դուք մնացածը ինքներդ ինքնուրույն սովորում եք։ Սրա համար այս փաթեթը օրինակ ինձ շատ դուր գալիս։ Ես կերազեի նման մի հատ փաթեթի, օրինակ մի տարի առաջ մասնակցել, որովհետև բազմակողմանիորեն ես դու արդեն այդ գործիքի հետ ոնց որ առնչվում եւ հասկանում ես, որ յուրաքանչյուր խնդիր քո առջև ծառացած դու կարող ես շատ արագ եւ շատ որակով լուծում տալ։ Մեծ հաշվով ինքը միտված է խնդիրներ լուծելուն, որ դու սովորես ինչպես լուծել քո խնդիրները։ Շնորհակալ եմ։ Քեզ շատ շնորհակալություն Հասմիկ ջան, հա։ Իսկականից էլի ամեն Ուրիշ մեկը հարցեր, եթե ունենք։ Իսկ կախված պիտի որոշենք ոնց վարվենք, հա։
Կարծես թե էլ հարցեր չունենք։ Ընկերներ ջան, ապրիլի 7-ին այս առաջին խմբի գրանցման վերջնաժամկետն է, 8-ից սկսում ենք, արդեն նախ տեսագրությունը բոլորին կուղարկենք, այնուհետև նաև նամակով նորից միանալու հղումը կգա, ընթացքում եթե հարցեր լինեն, ես միշտ կապի մեջ եմ, նամակի մեջ նաև հեռախոսիս համարը կա, այստեղ էլ կարող եմ նորից դնել, ցանկացած հարց կազմակերպչական կամ բովանդակային հարցերով կարող եք մինչև նախագծի մեկնարկն էլ տալ, իրականում ես նայում էի, այստեղ մասնակիցներից մեծ մասը արդեն գրանցված են, դրա համար նաև տեքստս այսպես որպես արդեն թիմակիցներ ա գալիս, Այնպես որ կապի մեջ լինենք, ցանկացած հարցով հասանելի ենք։ Գևորգ ջան, ինչ որ ավելացնելու բան ունես։ Չէ, լսի, նորից ուզում եմ ճիշտ ասած շնորհակալություն հայտնեմ, որ միացել եք, որ հետաքրքրվում եք, որտեվ ուզում եմ պրոստը ավարտենք այդ շեշտադրումով, որ մեր մինիմում գրագիտության պարտադիր մասը այս AI գործիքները իդեպ խորությամբ օգտագործել, էլի ոչ թե այն ինչ որ հարց տվեցիր պատասխանեց, այլ չէ մաքսիմալ արդյունք այս ամեն ինչից ստանալը գերկարևոր է, ուզում եմ այս գիտակցությամբ ոնց որ բոլորս կպնենք համ այս կուրսերին մասնակցել, համ ինչքան հնարավոր մարդ հրավիրելու գործին, որտեվ նորից ես մի հատ բան, չգիտեմ, մի քիչ ավելի մեծ տարիքի մարդկանց է այդ ծանոթ, ժամանակին սովետական միությունը 20-ական 30-ական թվականներին 20-րդ դարի, էլի, բանը լիկբեզ կոչվող մի հատ արշավ էր սկսել, բացվում է լիկվիդացիա без грамотности, անգրագիտության լիկվիդացիա։ Այն ժամանակ շատ քիչ մարդիկ էին տառաճանաչ, ասենք ինչ որ գյուղում կարող է մի հոգի լիներ, որ գրել կարդալ գիտի, ու ասենք հանկարծ մի հատ հեռագիր էին ստանում, ասենք այդ մարդուն պիտի բերեին, որ ինքը կարդար, հանկարծ ինքն է գյուղում չլեր, սա այդ հեռագրի բովանդակությունը մյուս օրը նոր պարզ կլներ, ու այդ հարցը լուծելու համար դες մի լայնամասշտաբ արշավ էր սկսել սովետական միությունը, ամենտեղ տենց դասատուներ էին ուղարկում պարտադիր, ասենք երեկոյան գործից հետո տատիկ պապիկներին բոլորին հավաքում էին ու կրթում, դե պարզ այնտեղ նաև պրոպագանդիստական նյութերը, որպեսզի ժողովրդին ուղիղ տեղ հասնի, նաև դրա համար է պետք որ մարդիկ կարողանան կարդալ, բայց այդ գործը տես լայնամասշտաբ արվում էր։ Այս վերջերս օրինակ բոլորդ երևի տեղյակ եք, Չինաստանն արդեն մի 20 տարի է մոտավորապես, նույն վերջի մի 10 տարին շատ ագրեսիվ անգլերեն է կրթում ամբողջ ազգին։ Հիմա այս ինչի համար եմ ասում, իմ մոտ տպավորությունն է, որ մենք հիմա այդ մասշտաբներով, այդ լիկբեզի մասշտաբներով հայության AI գրագիտության, այ քեզ բանի, այ գրագիտության հարցը դրեցեք, պետք է դառնանք այ գրագետ, ոչ թե մնանք այ անգրագետ, այլ դառնանք այ գրագետ։ Ես ոնց որ ուզում եմ, որ այս բոլորս խորանանք սրա մեջ, սրա կարևորությունը հասկանանք ու բոլորս որպես մի համայնք այս այ գրագիտության մասշտաբայնացման, տարածման մասը դառնանք, էլի։ Այսքանը միևնույն ժամանակ, ոչ թե միևնույն ժամանակ, մեկ է կուզեի ավելացնել, որ ոնց ասեց Անին, միշտ հասանելի ենք Facebook-ներով, Telegram-ներով, ամեն ինչով, то есть ինչ հարցեր լինի, ինչ առաջարկներ լինի, միշտ համեցեք։ Այսքանը շատ շնորհակալություն։ Մերսի շատ, բայց մի հատ էլ հարց ունենք, Արմանը հարցնում է, արդյոք կարող ենք պրոմպտերը ավտոմատացնել, այս հարցին էլ պատասխանենք։ Հա, ոչ թե պրոմպտերը ավտոմատացնել, այլ պրոմպտերը պատվիրել, որ AI-ը ստեղծի, նու մասնավորապես lovable-ի համար ուզում ես մի հատ prompt, որպիսի գրագետ այդ prompt-ը, օրինակ հիշում եք երևի, ասացի, որ lovable-ը անվճար օրը 5 prompt-ա թողում գրես։ Հիմա բա ոնց անես, որ այդ prompt-ը այնքան լավ լինի, այնքան ճշգրիտ գրած լինի, որ մաքսիմալ արդյունք ստանաս, գնում ես Claude-ին պատմում ես դարդերը, ասում ես այսենց landing page եմ ուզում սարքեմ, այս խնդիրները պետք է լուծի, այս բովանդակությունը պետք է լինի մեջը ու խնդրում եմ ինձ մի հատ prompt գեներացրու, որը ես կտամ lovable-ին։ Claude-ը արդեն lovable-ի համար հատուկ մշակված prompt-ա քեզ տալի, այդ է ստանում այնտեղ դնում։ Այսինքն, եթե էդի նկատի ունենք, այո, այդ հնարավորությունը կա, շատ տարածված տեխնիկա է, նույն Midjourney-ի համար է, ես մեկ-մեկ լնում եմ, որ ինչ-որ մի բան գրում եմ, դուրս չի գալի, ինչ արդյունք է տալի, գնում եմ, օրինակ, նույն O1-ին, օրինակ, բանը, OpenAI-ի մոդելներից է, O1, O3-ը, reasoning մոդելներ են, մտածող մոդելներ են, այդ դրա մասն էլ հետո առանձին կարելի է խոսալ, ինչ ձևի մոդելներ կան, ինչ սկզբունքներով են աշխատում, տալիս եմ O1-ին, ինքը ընենց ճիշտ ձևակերպած, ճիշտ բառերով, ֆրազերով, ասենք Midjourney-ի համար, ասենք prompt-ա տալի, բերում դնում եմ ավելի լավ արդյունք եմ ստանում։ Ինչ վերաբերում է ավտոմատիզացիային,
Հա, այսինքն որոշ process-ներ հնարավոր է ավտոմատիզացնել, որը իր մեջ ներառում է նաև ինչ որ prompt-եր գեներացնելու կտորներ։ Ասենք օրինակ, այդ ավտոմատիզացիայի այդ խնդիրը լուծելու համար ինքը այսինչ գործիքը պետք է այսինչ prompt-ը գեներացնի ուղարկի այնինչ գործիքին, որպեսզի ստանա այսինչ պատասխանը։ Այդ իմաստով եւս հա, AI-ը այդ հնարավորությունները տալիս է։ Եղավ, շնորհակալություն շատ, այլ հարցեր չեմ տեսնում։ Մերսի բոլորին, արդեն կհանդիպենք դասընթացի շրջանակներում։ Շատ շնորհակալություն, ստեսություն։